Բարև ձեզ, հայ ժամի նորություններն է ներկայացնում հորիզոն լրատվականը մայիսի 12-ն է երկուշաբթի։ Ազգային ժողովում ավարտվել է Հայաստանի դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը։ Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Հայաստանի գլխավոր դատախազը։ Նախորդ շաբաթվանից անավարտ մնացած նիստը շարունակվեց դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումով, պատգամավորները հասել էին կարծիքների փոխանակության փուլին։ Այն սակայն բուն քննարկվող թեմային այնքան էլ չառնչվեց, ավելի շատ հնչեցին ընդդիմություն իշխանություն փոխադարձ մեղադրանքներ։ Առաջինը ամբիոնին մոտեցավ Արթուր Հովհաննիսյանը, ապա Վահագն Ալեքսանյանը։ Երկուսն էլ հիշեցին նախորդ նիստից Արծվիկ Մինասյանի իշխանությունների հարստանալու մասին խոսքերը։ Նման տեքստեր ասելուց առաջ ես ձեզ խորհուրդ կտամ նայեք Սերան Օհանյանի աչքերի մեջ եւ կտեսնեք մի քանի հարգանի առանձնատուն։ Գնայեք Լևոն Քոչարյանի աչքերի մեջ ու կտեսնեք միլիոնավոր դոլարներ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքի փող պետքա լինեին։ Վերջապես գնայեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, կտեսնեք հոկտեմբերի 27-ը, կտեսնեք մարտի 1-ը, կտեսնեք Պողոս Պողոսյանին, կտեսնեք։ Պարոն Մինասյան, ասեք ամենահարուստն եք դուք։ Ձեր անցած ելույթում տենց բան եք։ Լուրջ եք ասում, պարոն Մինասյան, հա։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց այնքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ արամալնի այդ տունը ինչ ասեմ ասենք։ 20 տարի հիպոթեք պետքա փակի, հասկանում եք, խմբակցության падգամավորը, որը տուն է գնում։ Բայց ձեր կողքի պարոն Օհանյանի ըստ մեղադրանքի տունը գնահատվում է մի քանի միլիարդ։ Կարծիք հայտնելու հեշտ ասավ Արծվիկ Մինասյանին, բայց կարծիքը Հայաստան խմբակցության քարտուղարը չէր փոխել։ Ավելին նշեց, թե հիմա իշխանությունների հարստությունը հասել է համաշխարհային մասշտաբների։ Համաշխարհային։ Հիմա նորից վերահաստատեմ։ Գնացեք Արշակունյաց պողոտա, գնացեք Տիգրան Մեծ պողոտա, դուք կտեսնեք այնտեղ, թե ովքեր են, որ դարձել են մեծահարուստներ, եւ գնացեք նաեւ իհարկե դա երևի իշխանապողությունից հետո པարզ կլինի շատ ավելի մեծ ծավալներով, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանություններից եւ նրանց հետ աֆիլացված անձանցից քանիսը կա։ Կոռուպցիան, որը իշխանության բնական ծնունդն է, չի կարող կպնել ընդդիմությանը, շարունակեց միտքը Արծվիկ Մինասյանը, իսկ երբ խմբակցության անունից հանդես եկավ քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, հիշեցրեց նախորդ իշխանությունների այն ժամանակները, երբ Մինասյանը նախարար էր։ Այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար էիք, Հայաստանում ստեղծվել էր այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ ահա այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ ավել, ոչ պակաս գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը։ Մարդ, որից այսօր ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքով միլիարդներ են պահանջում։ Եվ դուք այդ ժամանակ այդ կառավարության անդամ էիք, պարոն Մինասյան։ Հասկանում եք։ Դուք ասենք ոնց որ բանին գառներին պահտան գայլին ասեն դե պահի հանկարծ որևէ մեկը բան չանի։ Էսա ձեր հակակոռուպցիոն քաղաքականություն, դուք էլ այնտեղ նստած եք եղել։ Խոսքի վերջում Կոնջորյանը նշեց, թե հերիք է նախկինների մասին խոսեք, թեզը հորինել են հենց նախկինները, որպեսզի չխոսեն իրենց մասին։ Ոչ չխոսանք բա նախկիններից, որովհետև նախկինները նաև ներկաներ են։ Չեն անցել գնացքի պես անվերադարձ չուկչակ չարակչակի բան հնչյունների ներքո։ Ձեր համար Հայաստանը մի մեծ դմակ ա եղել, դուք էլ դանակ եք եղել, եկել եք այդ դմակը ինչքան կարացեք կտրել եք։ Այդ դմակից ինչքան կարացել կերել եք, լցրել եք ձեր գրպանները բան, հիմա էլ ասում եք, բա այդ որ հետ եք վերադարձնում, բա ժողովուրդը։ Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը ավարտվեց Հաննա Վարդապետյանի եզրափակիչ ելույթով, որտեղ գլխավոր դատախազը հիմնականում անդրադարձավ պատգամավորների անցած օրերին հնչեցրած հարցերին։ Վահագն Ալեքսանյանը օրինակ հարցրել էր Քոչարյաններին տանիքի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։ Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance,
Toyota Yerevan ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Հարցեր հնչել նաև, թե ինչ փուլում է Արարատ Միրզոյանի սպանության փորձի հետ կապված քրեական գործը։ Գործը գտնվում է դատարանում, մենք ունենք մեղադրյալ եւ հիմնական դատալսումների փուլում է դատավարությունը, հրապարակային է, այսինքն որևէ խոչընդոտ չկա տվյալ ստանալու հետ կապված, բայց նշեմ նաև, որ մի շարք վարույթներով, որոնք գտնվում էին դատարանում, արդեն ունենք վերջնական դատական ակտեր, որոնք վերաբերում են կեցավայրի վրա հարձակմանը, կեցավայրից կատարված կողոպուտներից եւ դրանց մասով էլ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտեր ունենք։ Մենք առաջիկայում մի փոքր ամփոփիչ ավելի հանրային իրազեկում կանենք, որպեսզի падգամավորներին այդ հարցերը չուղվեն եւ մեր կողմից պատշաճ պարզաբանում տրվի։ Ելույթի ավարտին դատախազը նշեց, որ կառույցը շարունակելու է աշխատանքը նույն կերպ կարևորագույն խնդիր համարելով պետական շահերի պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ապօրինի գույքի վերադարձը։ Շանթերոստանկերություն, Հորիզոն։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է մայիսի 8-ին Գյումրիում լրագրող Լիլիթ Աղեկյանի ձերբակալության ԱՊԱ կալանավորման հետ կապված դեպքերին։ ՄԻՊ-ը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ քննարկման առարկա դարձնել անձի բոլորային պնդումները, որոնք առնչվում են ոստիկանությունում նրա հանդեպ դրսևորած վատ վերաբերմունքին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գյումրիում, հանդիպել է Շիրակի մարզին, քննարկել է նաև մարզից ՄԻՊ գրասենյակ հասցեագրված դիմումների հիմնական բովանդակությունը։ Ուրբաթ մայիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում որոշեց մեկամսյա կալանքի ենթարկել գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Այս մասին Facebook-ում հայտնել էր նրա շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը, ով գործում ոչ թե փաստաբան, այլ որպես վկա էր ներգրաված։ Այնուհետ վերջինս մարդու իրավունքների գրասենյակի հրահազանգել ձերբակալության ընթացքում լրագրողի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Փոստանջյանի պնդմամբ ոստիկանության ծառայողները կիրառել են անհամաչափ ուժ, տևական ժամանակ կիրառվել են ձեռնաշղթաներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակիցներն այցելել են Լիլիթ Աղեկյանին։ Առանձնազրույց են ունեցել նրա հետ, ուսումնասիրվել են նաև կազմված փաստաթղթերը։ Մասնավորապես անձը մի քանի մտահոգություններ է ներկայացրել իր նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների առնչությամբ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ մի քանի մտահոգություններ է ներկայացրել, որոնք բնականաբար պետք է իհարկե մեր կողմից էլ դառնան քննարկման առարկա, պարզաբանումներ պահանջելով պետական մարմիններից, բայց առաջին հերթին պետք է նշեմ, որ նման դեպքերով մարդու իրավունքների պաշտպանը չէ հարցերով քննություն իրականացնող մարմինը եւ դա է պատճառը, որ ես ինքս պահանջել եմ իրավասու պետական մարմիններից, նաև հրապարակային հայտարարության համատեքստում, որ միանշանակ պետք է այս գործով անձի բոլոր մտահոգությունները վատ վերաբերմունքի առնչությամբ դառնան պատշաճ քննարկման առարկա։ Մարդու իրավունքների պաշտպանը Գյումրի էր եկել նաև Լիլիթ Աղեկյանի հարազատների հետ հանդիպելու նպատակով, բայց դա չհաջողվեց, զանգերին հարազատները չէին պատասխանել։ Պաշտպանը կապ էր հաստատել քրեական վարույթն իրականացնող քննչական մարմինների հետ։ Պարզաբանում ստացել, որ գյումրեցի լրագրողը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշման հիման վրա դատարան ներկայացնելու նպատակով։ Ուզում եմ հատուկ նշել, որ կալանքի հետ կապված հարցը դատարանի կողմից է ըստ էության որոշվել եւ մարդու իրավունքների պաշտպանը հստակ արգելք ունի օրենքով սահմանված դատարանի գործունեությանը չմիջամտելու, հետեւաբար ես ինքս չեմ կարող իհարկե անհատական դեպքով կալանքի հետ կապված հարցին գնահատական ներկայացնել։ Անդրադառնալով այն կարծիքներին ու նաև մեղադրանքներին, որ լրագրողի կալանավորումը խոսքի ազատության սահմանափակման դրսևորումներից է, մարդու իրավունքների պաշտպանը հակադարձեց, որ Հայաստանում խոսքի ազատությունն ունի սահմաններ, իսկ դրանք անցնելու, չարաշահելու դեպքերը ենթակա են պատասխանատվության։
այո, համակարգային առումով պետք է նկատի ունենանք, որ խոսքի ազատությունը ժողովրդավարության իրապես հիմնաքարերից է, այն միանշանակ ունի սահմաններ, սա իհարկե չի կարելի մոռանալ, բայց նույնիսկ խոսքի ազատության սահմանների խախտման դեպքում, եթե խոսքը պատասխանատվության մասին է, միանշանակ պետք է համաչափ լինի, խոսքի ամենածանր տեսակներն են, որ քրեական պատասխանատվության են ենթակա եւ մնացյալ դեպքերում թե պատասխանատվության այլ միջոցների մասին է խոսքը, թե նաեւ պետության կողմից ու այլ դերակատարների կողմից կիրառվող այլ գործիքակազմերի։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց նաև Շիրակի մարզից իրենց ուղարկված դիմում բողոքներից, դրանց պատճառներից։ Ուսումնասիրված դիմումները փաստում են, որ դիմումների մեծ մասը վերաբերում են անօթևանության բնակարանային ապահովման խնդիրներին։ Թե ՊԴՎ-ի ծրագրով են տվել, թե բնակարաններ են տվել, բայց ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով այդ մարդիկ իրենց տնակները չեն հանձնել, այսինքն տնակները չեն քանդել, եղել են թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից մեկը նա է, որ այդ ընտանիքը, որը օրինակ երկու սենյականոց բնակարան է կորցրել, 20 տարի հետո ՊԴՎ կամ ասենք շենք բնակարան ստանալուց նորից պետք է ստանալ երկու սենյականոց բնակարան, իսկ 20 տարվա ընթացքում այդ ընտանիքը մեծացել է արդեն։ Դիմումների որոշակի քանակ էլ վերաբերում է երեխաների իրավունքների ոտնահարմանը ընտանեկան բռնության դեպքերին։ Մարզում գործող երեխաների խնամքի հաստատություններում եւ արդի քրեակատարողական հիմնարկում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հաճախակի այցերի կատարված մշտադիտարկումների արդյունքները մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին մայիսի 15-ին ուղիղ բանակցություններ անցկացնելու մասին։ Զելենսկին սա լավ նշան է անվանել, բայց Մոսկվայի հետ հանդիպման պատրաստ կլինի այն դեպքում, երբ Պուտինը համաձայնի մայիսի 12-ից հաստատել հրադադար։ Ռուս-ուկրաինական բանակցություններն անհապաղ կայանալու պահանջ է ներկայացնում նաև Դոնալդ Թրամփը։ Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է 5-շաբթի օրը մայիսի 15-ին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ անցկացնել Ստամբուլում։ Ի պատասխան Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել են, որ նման խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանը նախ պետք է դադարեցնի կրակը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ տեղի ունեցան Ստամբուլում 2022 թվականի գարնանը ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո, սակայն դրանք ավարտվեցին անհաջողությամբ։ Մենք բազմիցս առաջարկել ենք կրակի դադարեցման քայլեր։ Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Թույլ տվեք եւս մեկ անգամ հիշեցնել ձեզ, 2022 թվականին բանակցությունները մենք չէինք խզել, դա ուկրաինական կողմն էր։ Չնայած ամեն ինչին, մենք առաջարկում ենք, որ Կիևի իշխանությունները վերսկսեն բանակցությունները, որոնք նրանք ընդհատել էին 2022 թվականի վերջին, ընդ որում առանց որևէ նախապայմանի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Մտածենք 100 հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ արյունահեղությունը ավարտվի, գրել է նա Truth Social-ում։ Ամերիկայի առաջնորդի խոսքով ինքը կշարունակի աշխատել երկու կողմերի հետ ապահովելու համար, որ բանակցային գործընթացը տեղի ունենա։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում գրել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի եւ մի շարք Եվրամիության երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին։ Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում, եւ ցանկացած պատերազմ իսկապես դադարեցնելու առաջին քայլը հրադադարն է։ Իմաստ չունի շարունակել սպանությունները նույնիսկ մեկ օրով։ Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը մայիսի 12-ից կհաստատի հրադադարը լիակատար, երկարաժամկետ եւ հուսալի, եւ Ուկրաինան պատրաստ կլինի հանդիպման։ Եվրամիության երկրները պատրաստ են մասնակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հնարավոր առաջիկա բանակցություններին, բայց միայն պայմանով, որ Ռուսաստանը նախապես համաձայնի հրադադարի։ Այս մասին France Intel ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 30-օրյա հրադադարի պահանջ էին հայտնել, որպես բանակցությունների մեկնարկի պարտադիր պայման։ Սկզբում զենքերը պետք է լռեն, իսկ հետո բանակցությունները կարող են սկսվել, ասել է Մերցը։ Նա նաեւ ընդգծել է, որ
որ Կիևն իր պատրաստակամությունն է հայտնել 30-օրյա հրադադարի մասին առանց եթեների եւ բայցերի։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պնդում է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել Ստամբուլում նախքան երկարաժամկետ զինադադարի հնարավոր հաստատումը։ Անցած շաբաթ ընտրված Հռոմի Պապ Լևոն 14-րդը իր առաջին կիրակնօրյա օրհնությունն է տվել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ Դիմելով հավատացյալներին նա կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ Մինչ այդ Պոնտիֆիկոսը աղոթել է նախորդի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գերեզմանի մոտ։ Հռոմի Պապը նաև ասել է, որ խորապես վշտացած է Գազայի պատերազմից, կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը, մարդասիրական օգնություն ցուցաբերել եւ ազատ արձակել պատանդներին, որոնք դեռևս պահվում են Համասի զինյալների կողմից։ Պոնտիֆիկոսը հավելել է, որ ուրախ է լսել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև վերջերս հաստատված հրադադարի մասին եւ հույս է հայտնել, որ բանակցությունները կհանգեցնեն միջուկային զենք ունեցող երկրների միջև կայուն համաձայնության։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ աշխարհում կան շատ այլ հակամարտություններ։ Երեկ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 4-րդ փուլը իրանական կողմը դրական է գնահատել։ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Իրանի պետական ԻՐԻ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ բանակցությունների 4-րդ փուլն ավելի լուրջ եւ անկեղծ էր, քան նախորդ 3-ը։ Արաղչին նշել է, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են եւ այս փուլը կարելի է գնահատել որպես առաջընթաց քայլ։ Հիշեցնենք, որ մինչ այդ Միացյալ Նահանգները եւ Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների 3 փուլ։ Դրանցից առաջինը տեղի ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը ապրիլի 19-ին Հռոմում, իսկ երրորդը ապրիլի 26-ին կրկին Օմանի մայրաքաղաքում։ Բանակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտկոֆը։ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն այսօր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը բանակցությունների արդյունքը բնութագրել է որպես չինացի գործընկերների հետ ձեռք բերված համաձայնություն, որը կօգնի կրճատել ԱՄՆ առևտրային դեֆիցիտը 1.2 տրիլիոն դոլարով։ Ինչպես նշել է Գրիրը, պարզվել է, որ կողմերի միջև տարաձայնությունները այնքան մեծ չեն, որքան նախկինում կարծում էին։ Ալաղ Ալաչյան, Հորիզոն։ Փարաջանովի 25 բնօրինակ աշխատանքները, գեղանկարներ եւ կոլաժներ, որոնք պահվում են Փարաջանովի թանգարանի ֆոնդերում, առաջին անգամ ցուցադրվում են Մերկուրովի տուն թանգարանում։ Մայեստրո Փարաջանովի խորագրով ցուցադրությունը 3 ամիս կմնա Գյումրիում։ Սա եզակի հնարավորություն է ճանաչելու աշխարհահռչակ հայ կինոռեժիսորի բազմաշերտ ստեղծագործական ժառանգությունը։ Խորն ու խորհրդավոր, երբեմն անմեկնելի, բայց գրավիչ ու անհամեմատելի արվեստի այս պատարիկները ոչ այլ ինչ են, քան Փարաջանովյան ինքնատիպության արտացոլում։ Դրանք պատմություններ են առանց բառերի, զգացողություններ առանց բացատրության։ Ստեղծագործական ուրույն աշխարհ, որտեղ իրականն ու երևակայականը հոսում են մեկ ուղղությամբ։ Փարաջանովի գործերը ներկայացվում են հանրությանը որպես եզակի հնարավորություն մուտք գործելու արվեստագետի հոգու բազմաշերտ տարածք։ 25 աշխատանքները երբևէ չեն ցուցադրվել նաև իր անվան թանգարանում եւ առաջին անգամ ֆոնդերից հանվել եւ տեղափոխվել են Գյումրի ժամանակավոր ցուցադրության։ Տարիներին, երբ որ հնարավորություն չուներ իր գաղափարները ֆիլմերի միջոցով ներկայացնելու, իրագործելու, ինքը գտավ ճանապարհ, դա կոլաժն է, ինչպես ինքն էր ասում, դա էլ սեղմված, խտացված ֆիլմն է եւ կոլաժի միջոցով ինքն արտահայտվեց։ Այսինքն նրա վերաբերմունքն է, նրա հույզերն են, նրա իրերի հանդեպ ունեցած սերն է։ Փարաջանովը ինքը շատ ինքնատիպ եւ տարբերվող այսպես ստեղծագործող է եւ բնական է, որ աշխատանքները նույնպես առանձնանում են, տարբերվում են եւ այս անգամ այն աշխատանքները, որոնք որ ցուցադրվում են, շատ ինքնատիպ են լինելու եւ վստահ ենք, որ թանգարանի այցելուներին մեծ բավականություն եւ մեծ հետաքրքրություն է առաջացնելու ցուցահանդեսը։ Ցուցադրված են կոլաժային աշխատանքներ, ապակյա կոլաժներ, ցուցադրված են նաեւ լուսանկարչական աշխատանքներ Փարաջանովից, սրբապատկերներ են ցուցադրված, որոնք կրկին բացառիկ են։ Տարբեր լեզուներով խոսող գեղանկարչական աշխատանքներն ու կոլաժները միահյուսված են նույն յուրահատուկ անշփոթելի հեղինակային դրոշմով։ Դրանցում հենց ինքը մայեստրոն է, ով աշխարհն ընկալում էր ոչ թե ուղիղ գծերով, այլ ոլորապտույտ պատկերներով, ում համար արվեստը պարզապես արտահայտման ձև չէր, այլ գոյության։ Իսկ ցուցադրվածը իր հսկայական ներաշխարհի խիստ փոքրիկ գունապնակն է, որին կարելի է մոտենալ ոչ թե բացատրելու,
այլ ուշադրությամբ դիտելու եւ զգալու համար։ Եթե սովորաբար նկարիչը կարող է ամիսներով, նույնիսկ տարիներով աշխատել որևէ կտավի վրա, Փարաջանովի դեպքում սա չի գործել, որովհետև որևէ իրադարձություն, որևէ, չգիտեմ, միջադեպ կարող էր, այսպես ասած, խթան հանդիսանալ, որպեսզի Փարաջանովը նստեր եւ ձեռքի տակ եղած իրերից պատրաստեր արվեստի ստեղծագործություն։ Այո, նրա ստեղծագործությունները բազմաբովանդակ են՝ ինստալյացիա, կոլաժ, ասամբլյաժ, որոնք տարբեր չափերի են, տարբեր նյութերից են։ Ինչպես կինոյում, այնպես էլ գեղարվեստում Սերգեյ Փարաջանովը նույն պահանջկոտ վարպետն էր։ Եթե կինոժապավենի ամեն կադր ու բառեր ընտրում ակնառու ճշգրտությամբ, ապա գեղարվեստական ստեղծագործություններում ամեն դետալ ու նյութ։ Նրա երևակայությունը երբեք սահմաններ չի ճանաչել, եւ ասվածը լավագույնս արտացոլվում է հայելային 3 կոլաժներում։ Դրանք ստեղծված են բացարձակ անհամադրելի նյութերից՝ լամպային ապակիներ, քարեբեկորներ, մարգարիտներ, պատրվածքներ, հնարավոր ու անհնար ամեն բան, որտեղ ընտրված նյութը դարձել է պատմություն, իսկ պատահականությունը ձև։ Փարաջանովի համար այս օրինակ կոլաժները պարզապես տեխնիկա չէին, այլ աշխարհ կառուցելու ձև, անկանոն, անկանխատեսելի, բայց անսխալ գեղագիտական ճաշակով։ Իրականում պլաստիկ արվեստ է, մասնավորապես կոլաժ է։ Կոլաժը դա որևէ հիմքի վրա ցանկացած նյութերի սոսնձելն է, այսինքն դա էլ ինքնանպատակ չպետք է լինել, հնարավորություն է տալիս բազմա ձև մտածող մարդուն բազմա նյութ իրերից, դետալներից ստանալ արվեստի գործ։ Այսինքն մենք չենք սահմանափակվում միայն մի նյութով, այլ մենք օգտագործում ենք ամեն ինչ։ Դա իրականում շատ բարդ բան է, թվում է թե շատ հեշտ է, բայց ինչպես կարելի է համադրել ապակին, հայելին, խխունջը, փայտը, այդ ամեն ինչը։ Դրա համար պետք է լինել Փարաջանով հանճար։ Տաղանդը զարգացնելն ու ցուցադրել ծանր ուղի են պահանջում։ Սերգեյ Փարաջանովի կյանքն ու ստեղծագործական ուղին էլ անցել է արգելքներով, մերժումներով եւ նույնիսկ ձերբակալություններով, բայց նա երբեք չդադարեց ստեղծել։ Այսօր ու առմիշտ նրա ֆիլմերն ու գեղարվեստական աշխատանքները կշարունակեն ապրել, գրելով ստեղծագործ մարդու հոգեբանական խորությունն ու աշխարհի ականջին կշշնջան եւս մեկ բազմավաստակ հայի անուն։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոնի համար։ Այժմ իլիարոս այսքանով սպառված է։ Հետևեք նորությունների ժամը 20-ին։